Trip նախագիծը, հա, իմիջայլոց, որ ուրա հասել, որ փուլինա հասել։ Հիմա մենք trip նախագծի շրջանակն ենք ձևակերպում, ինչպես նախատեսված է Վաշինգտոնի հռչակագրով, այսինքն մենք հիմա փաստաթուղթ ենք երկկողմ ձևաչափով Հայաստան, Միացյալ Նահանգներ ձևաչափով փաստաթուղթ ենք հուշագիր կամ ռազմավարական շրջանակը նկարագրող փաստաթուղթ ենք նախապատրաստում, որը երկու կողմերը պետք է ընդունեն որևէ ձևաչափով ու տենց որից հետո կսկսի արդեն հաջորդ քայլը։ Իմ կանխատեսումը շարունակում է մնալ նույնը, որ մենք գետնի վրա արդեն աշխատանքները կտեսնենք 2026 թվականի երկրորդ կեսին։ Եվ ենթադրում եմ, որ երկաթուղին կլինի առաջին նախագիծը, չնայած չեմ բացառում նաև, որ տնտեսական նպատակահարմարության եւ ներդրումային գրավչությունները որոշակիորեն ճշգրտվեն եւ կարող օրինակ պարզվի կամ գազամուղի նախագիծը կամ նավթամուղի նախագիծը ավելի վաղ է իրականացվում, քան նախատեսված է։ Բայց սա ոչ թե ես ակնարկում եմ, ոչ մի բան չեմ ակնարկում։ Ես նկատի ունեմ, որ շրջանակը կարող է դինամիկա ինքը process-ը եւ կարող է պարզվի, որ նավթամուղի կամ գազամուղի անհրաժեշտությունը ավելի առաջնային դիտվի ինչ-որ հանգամանքների բերումով, քան երկաթուղու, բայց իմ կանխատեսմամբ երկաթուղի ավտոտրանսպորտային հաղորդակցություն, էլեկտրաէներգիա, գազ, նավթ այս շրջանակում կարող են որոշակի բաներ լինել, բայց այս պահի մեր ընկալմամբ երկաթուղին առաջնայինն է։ Եվ որը երկաթուղու առանձնահատկությունը ինչ է, որ երթուղին պարզ է, բոլորը գիտեն։ Որտեւ նախկինում այդ հատվածով գոյություն ունեցել երկաթուղի եւ այս առումով ամենամեծ հավանականությունը, որ մենք հետ երկաթուղից կսկսենք, ակնհայտ է։ Հիմա նաեւ մենք աշխատում ենք նաեւ սահմանային, մաքսային եւ այլ ենթակառուցվածքների ժամանակակից եւ գերժամանակակից տեխնիկայի ձեռքբերման վրա, որը, ինչպես ասել եմ, մենք կներդրենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև Հայաստան-Վրաստան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան սահմանների։